Ապրիլի 14-ին Մաշտոցի Պողոտայի կրակոցների գործով կան ձերբակալվածներ։ Հայտնել էին, որ ժամը 1:50-ի սահմաններում Երևանի կենտրոնում կրակոցներ են հնչել կավիրավոր։ Առնու լրատվականին հայտնի դարձավ, որ Կադիլակ եւ ջիպ մակնիշի ավտոմեքենաների վրա հայտնաբերվել էին կրակոցի հետքեր։ Դեպքի վայրում էր 10-ից ավելի կրակված պարկուճ ու մոտ 4 գնդակ։ Առնու լրատվականը դեպքի վայրում էր եղել եւ արձանագրել էր, թե ինչ է կատարվել Մաշտոցի Պողոտայում։ Ավելի ուշ Շամշան.com-ը հայտնել էր, որ բժիշկները տեղում Մաշտոցի Պողոտայում կայանված վրացական համարանիշներով Կադիլակ մակնիշի ավտոմեքենայի մեջ առաջին բուժօգնություն էին ցուցաբերել մի քաղաքացու, ապա նրան տեղափոխել էին համալսարանական հիվանդանոց։ Վերջինս ունեցել էր գլխի ճակատային շրջանում հրազենային վիրավորում եւ եղել էր անգիտակից վիճակում։ Քիչ առաջ քննչական կոմիտեից հայտնեցին, որ Մաշտոցի կրակոցների դեպքով կա 2 ձերբակալված անձ, 1 անձ ձերբակալվել է խուլիգանություն եւ սպանության փորձ կատարելու կասկածանքով, 1 անձ խուլիգանություն կատարելու կասկածանքով։ Նախաքննությունը շարունակվում է։